անցյալ տարի եթե կհիշեք, հունիս ամսին 12-օրյա պատերազմ տեղի ունեցավ Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Այն ժամանակ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեին հատուկ ծրագիր, որտեղ որ պատերազմի երկրորդ կամ երրորդ օրը իրենք պետք է առևանգեին կրոնական առաջնորդին, նախագահին եւ եթե հնարավոր լիներ նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Գրեթե այնպես ինչպես որ Վենեսուելայում իրականացրեցին։ Դրա համար Միացյալ Նահանգների կողմից որոշ երկքաղաքացիներ, պարսիկ երկքաղաքացիներ արտասահմանից ամիսներ առաջ, տարիներ առաջ իրենք բերել էին Պարսկաստան եւ այնտեղ իրենք զբաղվում էին խոշոր բիզնեսներով եւ այդ անվան տակ բիզնեսի անվան տակ իրենք արդեն կազմակերպում էին այդ առևանգումները։ Դրանցից մեկը ինքը կահույքագործական ինչ-որ ընկերություն էր, որը գտնվում էր Թեհրանից դուրս եւ այնտեղ իրենք պատրաստել էին հատուկ, այսպես ասած, տուփեր, որոնցով պետք է տեղափոխեին այդ ղեկավարներին դեպի դուրս։ Դրա համար առաջի օրը պատերազմի առաջի օրը իրենք կիրառեցին նույն մեթոդաբանությունը, ինչը կիրառել էին դեռ 2003 թվականին Իրաքի վրա հարձակման ժամանակ։ Նույն մեթոդաբանությունը իրենք կիրառեցին նաև Վենեսուելայում։ Ո՞րն է այդ մեթոդը։ Իրենք մինչև հարձակումը անջատում էին GPS համակարգը, անջատում էին ինտերնետ համակարգը եւ անջատում էին հոսանքը։ Երբ որ GPS համակարգը չլինի, արդեն հակօդային պաշտպանությունը ինքը կույրանում է եւ իրենք կարողանում են ներթափանցեն եւ գրավեն։ Այնպես ինչպես որ մենք տեսանք Վենեսուելայում։ Առանց մի կրակոցի իրենք կարողացան ներթափանցեն նախագահական պալատ եւ տանեն Մադուրոյին։